Հարգարժան Վարամփան Հայաստան ընդունել է օրենսդրություն, որով մասշտաբապես մեկնարկել է ԵՄ անդամակցության գործընթացը եւ եվրոպական գաղտնիաժողովների այս շրջանը ներառյալ մեր այսօրվա քննարկումը մատնանշում է արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը։ Ինչպես է արտաքին գործերի նախարարությունը դիտարկում ԵՄ ինտեգրման եւ TRIP ուղու միջև կապը, արդյոք դրանք երկու զուգահեռ ուղիներ են, թե մեկ ամրապնդում է մյուսի նախապայմանները։ Շատ բարի, խնդրեմ կարող եք անունով դիմել ինձ, դե ինչ անձնարարիչ Վահան ջան, խնդրեմ։ Գերազանց այսպես ավելի լավ է։ Պարզապես ուզում եմ ողջունել ձեզ բոլորիդ, իմ ընկերներին, գործընկերներին, նոր ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Երևանում գտնվելու համար, հուսանք որ Երևանյան երկխոսությունը սա շատ արդյունավետ եւ հետաքրքիր կլինի բոլորիդ համար։ Անդրադառնալով ձեր հարցին, դե գիտեք, չկա հստակ Այն գործընթացները, որ դուք նշեցիք, ավելի սերտ համագործակցություն, ինտեգրում, Եվրամիության հետ, TRIP ուղու հետ կապված, նաև հաղորդուղիների ապաշրջապակումը, սրանք զուգահեռ ոչ թե զուգահեռ ուղիներ են, այլ նույն գործընթացի երկու տարբեր բաղադրիչներն են, որը ես կասեի կառուցել Բարգավաճում եւ Բարգավաճ Հայաստան կառուցելու սրանք հիմքն են։ Մենք հավատում ենք, որ սահմանները բացելով մեր տարածաշրջանում սա անշուշտ միանշանակ առավելություն է հանդիսանալու ոչ միայն մեզ համար եւ Հայաստանի համար հայկական տնտեսության համար, այլև Հարավային Կովկասի համար ընդհանուր առմամբ։ Բայց հաղորդուղիների ապաշրջապակումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունենալու ավելին, քան Հարավային Կովկասը, քանի որ մեր տարածաշրջանը այս օրերին լոգիստիկ խաթարումներ նկատում ենք մենք աշխարհի տարբեր մասերում իսկապես մեծ հնարավորություններ է ընձեռելու եւ մրցակցային առավելություն է տալու դառնալու անխոչնդոտ կապակցվածության աղբյուր լինելու Եվրամիության Եվրոպայի հետ նաեւ այս ուղղությամբ մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ անշուշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր առաջնային գործընկերն է այս ուղղությամբ որը իրականացնելու ենք TRIP ուղու այս նախագիծը Մոտապակայում համատեղ նախաձեռնությամբ ենք հանդես գալու ԵՄ-ի հետ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք կապված են, բայց համանապակված չեն դրանք միայն կապակցվածության փոխկապակցության հարցերով։ Անկամ այսօր, երբ ունեցանք ԵՄ Հայաստան գագաթնաժողովը, որը տեղի ունենում այսօր առավոտյան, ունեցանք բազմաթիվ համաձայնագրեր փոխկապակցության հետ, ինչպես նաև տնտեսության հետ կապված։ Պարզապես ցույց տվեք նշել դրանցից մի քանիսը։ Մենք համաձայնեցինք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը մեկնարկելու են փոխկապակցության երկխոսություն։ Մեկնարկել ենք տրանսպորտային երկխոսություն Եվրամիության հետ։ Հրապարակեցինք հռչակագիր գործընկերության հետ կապված փոխկապակցությունը այստեղ կիզակետում պահելով նաև համաձայնել ենք, որ ավելի աշխատելու ենք էներգետիկայի եւ այլ հարցերի շուրջ։ Օրինակ, ինչ վերաբերում է էներգետիկային, հիմա մենք համաձայնեցինք, որ Եվրամիությունը կսատարի նախագծեր ստեղծելու պաուստային կարողունակությունները մեր այնտեղ, որտեղ կարիքը կա դրա հայկական ենթակառուցվածքների համար, քանի որ հայ-ամերիկյան ընկերությունը Firebird-ը ստեղծելու է 110,000 GPU տվյալների կենտրոն եւ ԱԲ-ի գործարան Հայաստանում։ Տվյալների պահպանման պայուսները ստեղծելու, որտեղից մեզ լիցենզիան տրվել է, որը շատ կարևոր քաղաքական կամք էր ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 8-ին, որը հաջորդել է։ Սրանք սոսկ մի քանի օրինակներ են, թե ինչպես է հնարավոր իրավիճակները գործարկել, որոնք մենք փորձում ենք իրականացնել եւ մեկ մյուսին սրանք փոխլրացնում են։ Խնդրում եմ, մեզ հետ մի փոքր կիսվեք Առաջին քայլանող կառավարությունները որոնք են ձեր տեսանկյունից ինչպես է Հայաստանի կառավարությունը դռներ բացում վերջին ինչ ուղերձ ունեք նրանք ովքեր պատրաստ են այդ շեմին կանգնած են ներդնել եւ չներդնելու ինչ կուզեիք իրենց ասել Ամենադժվար հարցն է սա Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ որպես սա բարդ հարց է այդուհանդերձ
Հայաստանը ժողովրդավար պետություն է, ապահով մի պետություն է, երկիր է։ Այն շարունակելու է շարունակաբար ներդրումային ոլորտը զարգացնելու, մեր կարողությունները զարգացնելու ուղղով է այն ընթանում, մեր գիտելիքներն ընդլայնելու, մեր միջավայրը նպաստավոր դարձնելու ուղղով է ընթանում եւ ընթանալու է։ Ամեն օր էլ ավելի գրավիչ ենք դառնում։ Ամեն օր մենք տեսնում ենք, որ ավելի մեծ ընկերություններն են հետաքրքրություն հայտնում գալու Հայաստան։ Եթե խոսել ունենք թվային գործընկերության մասին, բազմաթիվ միջազգային ընկերություններ գալիս են Հայաստան, ակադեմիկան քաղաք ենք ստեղծում, հսկայական ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, բայց եթե փորձեմ շատ հակիրճ ներկայացնել, վերջին 8 տարիների ընթացքում Թավշյա հեղափոխությունից հետո առ այսօր մինչև օգոստոսի 8 խաղաղության համաձայնագիրը բազմաթիվ անգամներ ցույց տվեցինք, որ որոշ բաները, որոնք առաջին հայացքից թվում էին անհնարին, դառնում են հնարավոր Հայաստանում։ Ինձ շատ դուր եկավ դա, ես միշտ փորձում եմ սինտեզել մեկնաբանությունը, որը բոլորի Excel, LinkedIn-ը, բոլոր իրենց մեկնաբանությունները համադրել, բայց տեսնում եք, սրանք խորը բարդ հարցեր են։ Ամեն երկիր ունի իր յուրահատուկ պատմությունը, որ պատմում է, ամեն մեկ ունի իր հնարավորությունների լանդշաֆտը, որին անդրադառնում են եւ դրանցից ոչ մեկը չի կարող մեկ խոսքով ամփոփած լինել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։